Բարև ձեզ։ Արարատ Նյուզի տաղավարում է ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանը։ Բարև ձեզ, պարոն Բլեյան, շնորհակալ ենք մեր ավերն ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Բլեյան, խաղաղության պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցումից հետո ադրբեջանական կողմը վերջին 2 օրերի ընթացքում ինտենսիվորեն կեղծ հաղորդագրություններ է տարածում հրադադարի խախտման վերաբերյալ, ինչի է ձգտում հասնել Բաքուն։ Ի սկզբանե մենք գիտեինք, որ Ադրբեջանը ավելի շուտ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ խաղաղությամբ։ Կարծում եմ նա հանկարծակի եկավ, երբ հայկական կողմն ընդունեց վերջին առաջարկը եւ հիմա փորձում է գտնել մի որևէ պատրվակ չգնալու խաղաղության պայմանագրի ստորագրման։ Նամանավանդ երբ մենք տեսանք այն հուժկու արձագանքը միջազգային, ընդ որում տարբեր տեղերից, թե եվրոպական, թե հյուսիսամերիկյան, թե հարավարամերիկյան, թե աֆրիկյան, թե արաբական, միջինասիական բոլոր տեղերից դեռ չստորագրված համաձայնագիրը, պայմանագիր արդեն այդքան ողջունվել է եւ Իլհամ Ալիևը հիմա փորձում է տարակուսանքի մեջ է, փորձում է հասկանալ ինչպես կարող է գնալ առաջ։ Նամանավանդ երբ նույնիսկ Թուրքիայից մենք տեսնում ենք, որ իրենք հոգուտ այդ համաձայնագրի են հանդես եկել, մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների փաստորեն ներգրավվածությունը, ըստ որի մենք կարող ենք փաստել, որ իրենք նույն գծի մեջ են այս նոր վարչակազմը, ինչ նախորդ վարչակազմը, որը իհարկե շատ ողջունելի է եւ դեռ Միացյալ Նահանգներին կվերադառնանք, տարբեր ուժեր ընդդիմադիր հատկապես պնդում են, որ իշխանությունները խաղաղության պայմանագրով ամեն ինչ տալիս են Ադրբեջանին, եթե այդպես է, Ադրբեջանը պետք է օր առաջ ստորագրեր, դա ինչ կասեք։ Գիտեք, եթե խոսքը գնում է օրինակ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների մասին, ապա մենք պետք է շուտվանից արդեն հասկանանք, որ իրենց նպատակը ոչ թե այդ 17 կետերի որոշ կետերի լավ կամ վատ լինելն է, այլ ընդհանրապես որպեսզի խաղաղություն չլինի։ Իրենք շահագրգռված են, որպեսզի չլինի խաղաղություն, իրենք շահագրգռված են, որպեսզի լինի պատերազմ, շահագրգռված են, որպեսզի լինի տարածքային կորուստներ հայկական կողմից եւ որպեսզի իրենք գան բաղձալի իրենց իշխանությանը տեղի ունենա, ենթադրենք, չգիտեմ, պալատական հեղաշրջում կամ հեղափոխություն, քաղաքացիական անհնազանդություններ, սա են իրենք տենչում, իրենք ուզում են անհնազանդություն, իրենք ուզում են քաոս, որտեղ կա խաղաղություն, այնտեղ չկան իրենք։ Եվ թարապես իրենց գոյությունը պայմանավորված է եղել միշտ Ղարաբաղյան կոնֆլիկտով։ Իրենք սնվել են եւ սնուցվել են Ղարաբաղյան կոնֆլիկտով տարիներ շարունակ եւ առ այսօր էլ իրենք այդ կոնֆլիկտը փորձում են ել ավելի հրահրել եւ փորձում են դրա հիման վրա մնալ քաղաքական դաշտում, ինչը նաեւ ուրեմն նույնական է Իլհամ Ալիևի համար, որովհետեւ իր իշխանությունը նույնպես տարիներ շարունակ հիմնված է եղել Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա։ Եվ այժմ երբ լուծվում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, հարց է առաջանում, թե ում է պետք այլևս Իլհամ Ալիևը։ Եվ ի վերջո ադրբեջանցիները հարց կտան, իսկ ուր են մեր փողերը։ Երբ միջին վրացին եւ միջին հայը շատ ավելի լավ է ապրում, քան միջին ադրբեջանցին, իսկ երկրների տնտեսությունները անհամատեղելի են, անհամեմատելի են, ապա հարցեր են առաջանում։ Եվ հետեւաբար սա է պատճառը, որ ոչ թե Ադրբեջանի շահից չի բխում, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այլ Իլհամ Ալիևի շահերից չի բխում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի։ Ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի, այլ Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքի եւ այլ սաթելիտ կուսակցությունների, քաղաքագործիչների, հասարակական գործիչների, փորձագետների եւ այլ մարդկանց շահերից չի բխում, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքվի։ Մենք պետք է տարանջատենք դա։ Հրադադարի խախտումների ուղղությունները հիմնականում Սյունիքի ուղղությամբ են, տարբեր գործիչներ պնդում են, որ նոր էսկալացիայի է պատրաստ Բաքուն, բայց մյուսներն էլ պնդում են, որ սա զուտ խաղաղության պայմանագրի ստորագրումը խափանելու համար է։ Ինչ կասեք, արդյոք էսկալացիայի վտանգ կա իրական։ Էսկալացիայի վտանգ միշտ կա, էսկալացիա, գիտեք, այդ համաձայնագիրը իհարկե նվազեցնում է դրա հավանականությունը, բայց չի չեզոքացնում։ Խաղաղության պայմանագրի ստորագրումն էլ էլի ամբողջությամբ չի չեզոքացնում այդ էսկալացիայի հնարավորությունը։ Եվ հետեւաբար մենք կարող ենք միայն գուշակել կամ կռահել կամ ենթադրություններ անել, թե ի վերջո կգնան ասանդրակիդը, չի գնա, կփորձի վերջապես գտնել այդ կազուս բելին, որը նա կհանդիսանա որպես պատրվակ եւ կհարցակվի Հայաստանի Հանրապետության վրա, թե չի գտնի, սա արդյոք միտված է միայն խաղաղության պայմանագրի չեղարկմանը կամ հաթարմանը կամ
ուրեմն բանակեցմանը ընդհանրաբար դիցուկ այդ երկու կետերը, որոնք տեղ չեն գտել խաղաղության պայմանագրի մեջ, բայց որոնք միշտ բառացի հնչում են ադրբեջանական կողմից, փորձեն մտցնել այդ խաղաղության պայմանագրի մեջ։ Բայց պետք է ասեմ, որ մենք չպետք է շեղվենք մեր ուղուց, իսկ մեր ուղին դա ժողովրդավարությունն է, խաղաղությունն է եւ տնտեսական բարգավաճումը։ Հետևաբար մենք պետք է համագործակցենք այն ուժերի հետ, այն կենտրոնների հետ, այն երկրների հետ, ղեկավարների հետ, ովքեր հետաքրքրված են, որպեսզի հարավային Կովկասում, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղի չունենա եւ հարավային Կովկասում լինեն այդ բաղադրիչները։ Դա անքննարկելի է, նույնիսկ եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, կա դրա հավանականությունը, կա դրա չստորագրելու հավանականությունը։ Երկու դեպքում էլ մենք պետք է չշեղվենք, մենք պետք է շարունակաբար զինվենք, մենք պետք է մեր բանակի մարտունակությունը բարձրացնենք, ՆԱՏՕ-ի ստանդարտներով սպառազինություն ձեռք բերենք, պատրաստություն ցուցաբերենք մեր բանակին, սպայական կազմին, մնացածներին, տնտեսությունը դիվերսիֆիկացնենք, մեր արտադրանքի որակները բարձրացնենք, որպեսզի ավելի մրցունակ դառնա, մեր արտադրանքը նոր շուկաներ գտնենք։ Սա այլ տարբերակ չունի, անկախ նրանից, թե մենք ստորագրենք այդ խաղաղության պայմանագիրը, թե չենք ստորագրի։ Բաքուն որպես պահանջներ ներկայացնում է Սահմանադրության փոփոխություն Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ պատրաստ են Հայաստանի Սահմանադրությունը, բայց նաեւ պետք է Ադրբեջանի Սահմանադրությունը ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ եզրակացություն ստանալ, արդյոք տարածքային պահանջներ կան միմյանց նկատմամբ։ Այս առաջարկը ինչպես է գնահատում։ Ես շատ լավ եմ, դրական եմ վերաբերվում այդ առաջարկին, պարոն Սիմոնյանի, ես թերահավատ եմ, որ Իլհամ Ալիևը կգնա այդ ուղղությամբ։ Իրապես եթե Իլհամ Ալիևը անհանգստացած լիներ մեր սահմանադրությամբ, ապա այնքան լավ չէ խոսի դրա մասին։ Հասկանալով, որ դիցուկ եթե վաղը Հայաստանի քաղաքացին պետք է գնա եւ իր այոն կամ ոչ ասի նոր սահմանադրության տարբերակին եւ դիցուկ այնտեղ կգտնեն ինչ-ինչ կետեր, որոնք այս կամ այն կերպ կփարատեն Իլհամ Ալիևի կասկածները կամ վախերը, ապա բնականաբար քաղաքացին չի գնա եւ չի ստորագրի, երբ իմանում է դա պարտադրանքի արդյունքում է եւ հետեւաբար քո ներգրավվածությամբ, Իլհամ Ալիևի ներգրավվածությամբ դու խաթարում ես հնարավոր սահմանական ուրեմն փոփոխությունները կամ նոր սահմանադրության ընդունումը։ Եվ երբ դու խոսում ես դրա մասին, դու խոսում ես նրա մասին, որ դու ընդհանրապես հետաքրքրված չես։ Իսկ եթե դու շատ լուրջ մտածես, ապա նույնիսկ եթե փոփոխվի սահմանադրությունը, դիցուկ դահվում է անկախության հռչակագիրը, ցանկացած իշխանություն կարող է գալ հետագայում ասել գիտեք ինչ կա, մեզ չի դարձում անցյալում ինչ է եղել, նոր սահմանադրություն ենք ընդունում, փոփոխություններ ենք անում, մենք ռևաշիստ ենք, մենք հարձակվում ենք Ադրբեջանի վրա։ Հետևաբար կենտրոնանալ սահմանադրության վրա եւ դա ընդունել որպես պատրվակ, որ այ եթե դուք սա փոխեք, ապա մենք արդեն ապահով կլինենք, դուք այլևս չեք փորձի Լեռնային Ղարաբաղը վերցնել, կամ Նախիջևանը վերցնել կամ չգիտեմ ինչ են իրանք մտածում։ Դա իրատեսական չէ։ Սա պարզապես պատրվակ է Իլհամ Ալիևի համար։ Տեսեք, մենք 17 կետ համաձայնեցրեցինք, բայց իրենք էլի գտնում են պատրվակներ, ասում են Միսկի խումբը։ Դե Միսկի խումբը այսպես թե այնպես կլուծարվի, եթե խաղաղության պայմանագիր է կնքվում, ընդ որում դրա մասին խոսել է նաև ԵԱՀԿ-ն բոլորին վերջերս, որ եթե խաղաղություն պայմանագիր է կնքում եւ չկա արդեն կոնֆլիկտ, ապա ԵԱՀԿ Միսկի խումբն ինչ անի։ Ուրիշ բան, որ այնտեղ կան ուրիշ հարցեր, որոնք դրանից հետո արդեն պետք է քննարկել, գերիների վերադարձ, միգուցե երկար տարիներ հետո արդեն կարողանանք նաև խոսել Արցախահայերի վերադարձի մասին, բայց բնականաբար սա այս րոպեի հարց չէ, եւ ես չեմ էլ պատկերացնում, որ այսօր կան Արցախահայեր, ովքեր պատրաստ են նույնիսկ ռուսական խաղապահների ներքո գնալ եւ տեղակայվել։ Դա անտրամաբանական է, նախ Ադրբեջանը երբեք չի ընդունի նորից ռուս խաղապահների, նա հազիվ հանել է իրենց, հետեւաբար ինչ պետք է նորից։ Սա այնքան անտրամաբանական հարց է, երբ ընդդիմադիրները բարձրացնում են, թե ինչու խաղաղության պայմանագրի մեջ չկա Արցախահայերի վերադարձի մասին կետ։ Դա ես չեմ հասկանում, իրենք ինչ են մտածում։ Գերիների վերադարձ մենք տեսնում ենք դա փաստորեն իրենք ինչ են ուզում անեն, իրենք այդ դատավարությամբ, այդ բեմականությամբ փորձում են ցուցադրել աշխարհին, որ մենք այդ տեսեք այս իրենց բնութագրմամբ, սեպարատիստներին պատժում ենք, որովհետև այսպես այնպես, բայց իրականում հակառակ էֆեկտն է բերել, որովհետև ամբողջ աշխարհը տեսնում է, որ այնտեղ
իրականում ոչ թե դատավարություն է, այլ բեմականացում, աղերս չկա դատավարության հետ, այնինչ կատարվում այնտեղ։ Ես կասկած չունեմ, որ ի վերջո իրենք վերադառնալու են։ Եվ մենք պետք է աշխատենք Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի կարողանանք մեր քրիստոնյա հայրին վերադարձնել իրենց հայրենի հողը։ Այստեղ է, որտեղ Դոնալդ Թրամփը կարող է իրապես իր գործուն աջակցությունը ունենալ։ Կարող ենք ենթադրել, որ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի այն հայտարարությունը, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, ազդակեր, որ ԱՄՆ-ն կրկին ներգրավում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում։ Իհարկե, եւ մենք նաեւ կարող ենք փաստել, որ այն ծրագրերը, որոնք ուներ նախորդ վարչակազմը այս տարածաշրջանի հետ կապված, խոսքը գնում է Միջին-Միջանցքի մասին առաջին հերթին, էլի սեղանի վրա է, էլի սեղանին է։ Եվ հետեւաբար մենք պետք է աշխատենք նաև հենց այս պրոյեկտի շուրջ, որովհետև այս պրոյեկտի իրագործումը կլինի այն երաշխիքը, որ Ադրբեջանը չի գնա ռազմական ագրեսիա, որովհետև երբ տեղի ունենան արդեն տնտեսական պրոյեկտներ, ոչ միայն հայ-ադրբեջանական, այլ բազմակողմ, բազմաձևաչափ, այստեղ մենք կարող ենք տեսնել երաշխիքներ, որովհետև Թուրքիան ներգրաված կլինի, միջինասիական երկրները ներգրաված կլինեն, Վրաստանը, եվրոպական երկրները եւ Միացյալ Նահանգների պատրոնաժի տակ այդ ամենը եթե կատարվում է, մենք տեսնում ենք, որ դա լուրջ ազդակ է։ Նույն այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքը, որոնք այնքան բառը այդքան խոսում են դրա մասին, մենք Միացյալ Նահանգների հետ կարող ենք քննարկել, որ ենթադրենք այդ ճանապարհին հայ մաքսավորների հետ միասին նաև ամերիկացի մաքսավորներ կարող են տեղակայվել համատեղ, այսինքն մեր ինքնիշխանությունը չի կորում, բայց իրենք չեն շփվում հայերի հետ, որովհետև իրենք խոսում են դրանից։ Իրենք խոսեն ամերիկացիների հետ։ Իսկ մենք backstage, հա, հետևի պլանում մենք իրագործենք մեր գործառույթները։ Այստեղ էլ մենք կարող ենք գտնել շատ լավ լուծում, բոլորը բավարարված կլինեն։ Եվ այստեղ կարևորը որ Հայաստան դուրս է գալիս շրջափակումից, Հայաստանը դառնում է խաչմերուկ, խաղաղության խաչմերուկը սկսում է իրագործել եւ բոլոր պետությունները, այդ թվում Իրանը, պետք է բավարարված լինի դրանով։ Երեք տեղեկություն եղավ, որ Միացյալ Նահանգները Գերմանիայից զինտեխնիկա եւ տարբեր սարքավորումներ է տեղափոխելու Հայաստան հայ-ամերիկյան զորավարժությունների նպատակով ամռանն է տեղի ունենալու։ Պենտագոնից մեկնաբանեցին լուրը, նշելով, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես կմեկնաբանեք։ Շատ դրական, որովհետեւ մոտ 150 զինտեխնիկայի մասն է խոսքը գնում, դա շատ ավելի շատ է, քան այն ինչ մենք ունեինք անցյալում, սա երրորդ զորավարժությունն է արդեն, Eagle Partner զորավարժություն, եւ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է ի կատարածել հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության այդ խարտիան, որը ստորագրել ենք, դրան միսուարուն ենք տալիս։ Դրան այլպես քան դրականորեն հնարավոր չէ մոտենալ։ Մենք հասկանում ենք, որ այս տեխնիկան չի գալու մնա Հայաստանում, կարծեմ մինչև սեպտեմբերի 20 ժամկետը տրված, որ վերադառնալու է Գերմանիա, բայց այն հանգամանքը, որ այն Վրաստանի տարածքով գալու է մտնի Հայաստան, խոսում է նրա մասին, որ բոլորը շահագրգռված են եւ մենք այստեղ նաեւ կարող ենք մտածել Միացյալ Նահանգներից սկսել զենքի սպառազինության մասին խոսակցությունները։ Եթե դիցուկ Վրաստանը ինչ որ հարցեր ունի Ֆրանսիայի հետ, հա, դիցուկ ամբողջը չեն կարող միշտ Հնդկաստանից գնել եւ Իրանով բերել, մենք կարող ենք արդեն Միացյալ Նահանգների հետ զենքի սպառազինության շուրջ բանակցություններ սկսել եւ զենք զինամթերք գնել, դառնալ նաեւ ռազմական գործընկերը եւ սպառազինական գործընկերը Միացյալ Նահանգների Վրաստանով բերել Հայաստան։ Դրանից լավ երաշխիք դժվար է պատկերացնել։ Այդ դա է, որ Ադրբեջանի կդարձնի կառուցողական։ Ես չեմ պատկերացնում Իլհամ Ալիև հարձակվի Հայաստանի վրա, ով ռազմավարական գործընկեր է Միացյալ Նահանգների, ոչ միայն սպառազինություն է գնում Միացյալ Նահանգներից։ Դա շատ անտրամաբանական կլինի, նամանավանդ երբ մենք հիշում ենք նաև Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, անհաղորդագրությունը, երբ նա ասում էր, որ խաղաղությունը տարածաշրջանում դա հենց Դոնալդ Թրամփի աջենդայի մեջ է մտնում եւ մենք գնալու ենք այդ ուղղությամբ, մենք ամբողջ աշխարհին խաղաղություն ենք բերելու, շատ լավ հնարավորություն է Դոնալդ Թրամփի համար առաջին խաղաղության պայմանագիրը կնքել։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի պարագայում շատ դժվար հարցեր կան եւ շատ կասկածելի է, որ իրանք կարողանան այնտեղ հաջողության հասնել, բայց այստեղ է, որ կարողանան հաջողության հասնել։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելն արդեն սկսեց Գազան հրթիռակոծել նորից, այսինքն մենք չենք կարող խոսել, որ այնտեղ
խաղաղություն է, բայց ահա այստեղ է, որտեղ Միացյալ Նահանգները կարող է իր այդ նախագահը ուզում է, հա, որպես խաղարար հանդես գալ, այդ մեսսիան ունենալ, նա խոսել է դրանից իդեպ։ Խնդրեմ, համեցիր, ընդ որում սա ոչ միայն խաղարարական կամ խաղաղասիրական ինչ-որ գործընթաց է լինելու, այլ նաև տնտեսական շահ։ Իսկ այս վարչակազմից մենք չենք կարող խոսել ժողովրդավարությունից կամ ինչ-որ մարդու իրավունքներից, հասկանալի է, որ կարող ենք խոսել միմիայն քրիստոնեությունից, կարող ենք խոսել միմիայն տնտեսական շահերից, հա, փողից, խնդրեմ, խոսենք 2-3-ից էլ կարող ենք ինչքան ուզես խոսել։ Ըստ էության կարող ենք ենթադրել պատահականություն չէր, որ սահմանային լարվածության լուրերի ֆոնին այս լուրը տարածվեց զորավարժությունների մասին։ Իհարկե, նաև այդ Volts-ի այդ հայտարարությունը շատ կարևոր էր, զանգը Հիկմետ Աջիևին շատ զանգը, կարևոր որ էր։ ավելի շուտ էր եղել, բայց տարածվեց հենց այս լուրերի ֆոնին։ Այո, իհարկե։ Կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում էին թուրք լրագրողներ եւ ադրբեջանական մամուլում աղբյուկ է բարձրացել, որ դրանից հետո որոշ թուրք լրագրողներ նույնիսկ հայ պաշտոնյաների պես սկսել են Ադրբեջանին մեղադրել մաքսիմալիստական մոտեցման մեջ։ Ինչպես է գնահատում թուրք լրագրողների այցը, արդյոք Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումների մեջ կարող է որևէ բան փոխվել։ Վստահաբար կարող ենք ասել, որ թուրք լրագրողների այցը Հայաստան համաձայնեցված է եղել նաև թուրքական իշխանությունների հետ։ Դա կարող ենք փաստել։ Եվ ես շատ դրական եմ համարում, որ վարչապետը որոշեց այդ քայլին գնալ։ Դա կոչվում է damage control։ Երբ դու տեսնում ես, որ այնտեղ կա վտանգ, ու դու փորձում ես ներգրավել եւ հասարակության լայն շրջանակի մաս դարձնել այս process-ը, այս քննարկումը, հրավիրելով շատ կարևոր լրատվականներին Թուրքիայի եւ խոսելով, այո, Ադրբեջանի մաքսիմալիստական նկարտումների մասին։ Եվ այո, այսքանի օրը Թուրքիայում տարբեր դեբատներ են, բանավեճեր են, քննարկումներ են, տարբեր փորձագետներ խոսում են դրա մասին եւ ասում են Ադրբեջանը պետք է նվազեցնի, որովհետեւ մենք ուզում ենք Հայաստանի հետ սահման բացենք, որովհետեւ մենք չենք ուզում այնտեղ լինի պատերազմ, մենք ուզում ենք խաղաղություն լինի, ընդ որում Թուրքիան էլ նաեւ վերջերս երբ գնացել էր Բաքու, ասել էր դուք բացում եք, մենք էլ ենք բացում, արագացեք, բացեք, որ մենք էլ բացենք սահմանը։ Իսկ մենք հասկանում ենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է, ոչ թե հօգուտ Հայաստանի։ Երբ խոսում են, այ եթե անկարծ Թուրքիայի սահմանը բացվի, շատ վատ է լինելու Հայաստանի համար եւ այլն, տպավորություն կա, որ Թուրքիան սահմանը փակ է պահում հանուն Հայաստանի Հանրապետության շահի։ Իհարկե դա այդպես չէ։ Իդեպ վերջերս անընդհատ երբ որ նայում ես թուրքական հայտարարությունները, թուրք պաշտոնյաների հայտարարությունները, միակողմանի հայտարարություններ այլևս չկան Հայաստանին մեղադրող եւ Հայաստանի եւ Ադրբեջանին կոչ են անում արագ խաղաղության պայմանագիր կնքի։ Այո, ես ուզում եմ ուղղակի մեզ դիտողները հասկանան, որ խոսքը չի գնում Թուրքիայի հետ բարեկամանալու մասին, ընկերանալու մասին կամ ինչ որ, չգիտեմ, անցյալը մոռանալու մասին։ Խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես անենք, որ այսօր ծնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղը չմեսօրը չմտածի ոնց արտագաղթի կամ իր ծնողը չմտածի, որ ուր տանի, ինչ անի, որպեսզի հայը ոչ թե մեռնի հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ապրի հանուն Հայաստանի Հանրապետության։ Հա մենք պետք է կենտրոնանանք արդեն ապրելու վրա, ապրելու ցանկության վրա, եւ ես կարծում եմ, որ մենք ուզում ենք ապրենք, մենք ուզում ենք այս հողում ապրենք, ուզում ենք խաղաղ ապրենք։ Այսօր ասել, որ թուրքերն ու հույները իրար հետ ընկերներ են, բարեկամներ են, ոչ, բայց կառավարելի հարաբերություններ ունեն։ Եվ այնտեղ բազմամիլիարդանոց տնտեսական համագործակցություն կա, որից շահում է թե Թուրքիան, թե Հունաստանը։ Կա Կիպրոսի խնդիր եւ այլն, բայց դա չի խանգարում, որպեսզի իրենք այնքան հասուն լինեն, որպեսզի տարանջատեն, կարողանան կառավարել այդ իրենց փոխադարձ, հա, ինչ-ինչ հարցերը եւ զբաղվել նաեւ գործունեությամբ դեսպանատներ կան եւ այլն, երբ տեսեք Դոնալդ Թրամփն ինչ է ասում է, եթե դուք ուզում եք Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել, պետք է խոսես իր հետ։ Դե հիմա մենք էլ չպետք է խոսենք բա Թուրքիի հետ։ Բա մենք սովոր ենք, չէ՞, որ մենք մեր տեղը ուրիշ տեղ են խոսում, ուրիշներն են խոսում, հետո մեզ ասում էին, թե մենք ինչ պետք է անենք։ Մեծերը խոսել են, պայմանավորվել են, որ փոքրները պետք է այսպես անեն։ Ու հիմնականում են, որ թուրքը վտանգավոր է։ Թուրքի հետ բան չանեք, թուրքը կգա ձեզ կուտի։ Դա այդպես չի կարելի, էլի։ Թուրքը եկավ, մեզ կերավ ու փաստորեն օգնող չեղավ։ Գյումրիում եւ
Փարաքար համայնքում մարտի 30-ից սպասվում են համայնքապետի ընտրություններ, օրինակ ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանը, եթե ճիշտ եմ հիշում, հայտարարել էր, որ եթե իշխող ուժը հաղթի, թուրքերը կմտնեն Գյումրի, իսկ ռուսական ռազմաբազան այստեղից կհանեն։ Նման հայտարարությունները ինչի համար են։ Նախ Գյումրիի ավականին չունի նման լիազորություններ, նման որոշումներ կայացնելու համար։ Սա միջպետական որոշում է եւ միայն կառավարությունը, ազգային ժողովը իզորու է նման որոշում կայացնել։ Հետևաբար ասել, որ հաջորդ Գյումրիի քաղաքապետը, որովհետև Եվրադաշինքի մասն են խոսում, որ իրենք եկել են որպեսզի գյուղապետարանը ներողություն 102-րդ ռազմաբազան դուրս անեն։ Իրենք չունեն այդպիսի լիազորություն։ Գյումրիի քաղաքապետը հավականին չունի նման լիազորություն։ Իրենք դա իհարկե խաղում են մարդկային հույզերի վրա։ Ես տարակուսանք եմ հայտնում, որ նման մարդիկ իրավունք ունեն մասնակցել քաղաքական process-ներին։ Մենք տեսնում ենք օրինակ Ռումինիայում, որը ժողովրդավարական երկիր է, Եվրամիության անդամ երկիր է, բայց այնտեղ այն քաղաքական գործիչները կամ Մոլդովան, որը Եվրամիության անդամ չէ, բայց Եվրամիության ասոցիացված անդամ է, հա? Այնտեղ փակվում են այն կուսակցություններն ու այն քաղաքական գործիչները, զրկվում են հնարավորություններից, որոնք վտանգ են ներկայացնում, որոնք աշխատում են այլ երկրների վրա, որոնք կոռումպացված են, հանցագործ են, եւ այստեղ ես հարցեր ունեմ իշխանությանը, թե ինչպես է պատահում, որ այս դեմքերը քաղաքական դաշտում են, ինչու իրանք իրավունք ունեն մասնակցել քաղաքական process-ներին։ Այնուամենայնիվ Գյումրիի ընտրությունների ելքը կարող է որոշակի արտաքին ազդեցություն ունենալ, օրինակ, չգիտեմ, իշխանության պարտությունը այնտեղ բնդում են, որ դա ազդակ կլինի, որ առհասարակ իշխանության դեմ է, ամենամեծ երկրորդ քաղաքն է Գյումրի։ Գիտեք, ես շատ եմ կարևորում, որպեսզի Գյումրիում տեղի ունեցող ընտրությունները լինեն հնարավորինս առողջ, հնարավորինս գաղափարախոսական եւ շատ կարևոր է տեսնել, թե գյումրեցին ի վերջո ինչպես է պատկերացնում իր ապագան։ Եթե նա տեսնում է Վարդան Ղուկասյանի հետ, մենք պետք է հաշտվենք նրա հետ, որ գյումրեցին ուրեմն տեսնում է իր ապագան Վարդան Ղուկասյանի հետ։ Եթե նա տեսնում է ԿՊ-ի հետ, ուրեմն պետք է ընդունենք այդ ընտրությունները, որ նա ընդունում է ԿՊ-ին։ Եթե նա ընտրում է Եվրադաշինքը, ուրեմն նա պատկերացնում է, որ Գյումրին պետք է լինի եվրոպական եւ այլն։ Եվ այնտեղ այլ տեխնացուներ էլ կան։ Կոմունիստական կուսակցությունը մասնակցում է ընտրությունների, դա զավեշտալի է, հասկանում եք։ Բայց ինչ հետևանքներ կարող են լինել, ես կարծում եմ իրենց հիմնական հետևանքները թողնելու են 2026 թվականի ընտրությունների վրա, որովհետև հասկանալիորեն, որ Գյումրի ընտրությունները իրենց ազդեցությունն են թողնելու արդեն 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Եվ ըստ արդյունքների արդեն պետք է բոլոր քաղաքական ուժերը իրենց հաշվարկներ անեն, վերահաշվարկներն անեն, հասկանան թե ինչ կատարվեց Գյումրիում եւ ըստ այդմ առաջնորդվեն, թե ինչպես են դիրքավորվում 2026 թվականին։ Եվ եթե օրինակ ԿՊ-ն պարտվում է Գյումրիում, դա նշանակում է, որ իրենք արդեն չեն կարող թույլ տալ, որպեսզի այս հին էլիտան քաղաքական օրակարգ թելադրի։ Իսկ դրա համար շատ մեծ կարևոր քայլ ունի անելու։ Իրավաքաղաքական գնահատական տալ նախորդ տարիներին իշխանության ուզուրպացիայով եւ դա կլինի նաեւ այդ փաստաթուղթը հեղափոխության, որը տեղի ունեցավ 2018 թվականին։ Եվ ես վստահեցնում եմ ոչ Վենետիկից, ոչ Եվրոպայի որևէ Եվրոպական միության կամ որևէ կառույցից չեն լինի բողոքներ, որ այ դուք ես ինչ եք անում, կուսակցություններ եք փակում։ Մոլդովայում ես ասում եմ, կուսակցություններ են փակվել։ Իրենք դիմել են դատարան ասել է ոչ դուք պետք է փակված լինեք, որովհետև դուք աֆիլացված եք այլ երկրների հետ։ Հետևաբար իշխանությունը պետք է այս ուղղության շարժվի եւ 26 թվականը պետք է լինի ել ավելի առողջ, ել ավելի քաղաքական եւ գաղափարախոսական։ Դրա վրա պետք է հիմնված լինի, ոչ թե ով է հողատու, ով հողատու չի, ով է կոռումպացված, ով կոռումպացված չի։ Հելնենք դուրս փողոցով քայլենք, մեզ բոլորը կասեն, ով է գործակալը, ով է 5-րդ Շարասյան ներկայացուցիչը, ով ինչքան է կերել, ով ինչքան չի կերել, ով է հանձնել, ով չի հանձնել, բոլորը գիտեն։ Այսինքն արդարադատության եւ արդարության պակաս կա, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեսնում են, նաեւ գյումրեցին, եւ նա ուզում է տեսնել, որ ի վերջո այս տարիների ընթացքում, այս 7 տարվա ընթացքում ի վերջո մենք գալիս ենք ինչ-որ մի հանգրվանի, որը թույլ կտա հասկանալ, որ մենք փակում ենք այդ էջը։ Այդ անցյալ էջը մենք պետք է փակենք
խաղաղության պայմանագիր կնքելու համար նաև պետք է ներսից մենք դիմադրունակ լինենք։ Նույն Իլհամ Ալիևը տեսնում է, թե ինչ է կատարվում այստեղ ներսում։ Եվ տեսնի, որ մենք փակում ենք այստեղ այդ բոլոր հնարավոր 5-րդ Շարասյան տարատեսակ այդ էլեմենտները, որոնք հիբրիդային պատերազմի գործիք են, նա տեսնում է, որ մենք ներսից ամուր ենք, ներսից կայուն ենք։ Իսկ երբ դու ներսից կայուն ես, շատ դժվար է արդեն պառակտել։ Մենք տեսնում ենք Ուկրաինայում, թե ինչպիսի, միասնություն կա ներսում։ Այսքանը պարոն Բլեյան, շնորհակալ եմ։